Արդեն շուրջ 2 ամիս է ինչ մեր պայքարը ծավալվել է։ Արդյունքները ես չէի ուզենա այսօր ամփոփել, բայց ես կասեի, որ ընդամենը այս պայքարները անհետևանք չեն անցել, այս ամբողջ ընթացքը ավելացել են մասնակիցների, աջակիցների թիվը, մենք ենք ավելի հմտացել։ Ինչու՞մ է կայանում իրազեկման իմաստը, մենք ինչ ենք իրազեկում։ Քանի որ մենք խոստացել ենք, որ մեր պայքարը լինելու է շատ տարբեր, շատ բազմազան եւ հետեւողական, ուրեմն մենք ասում ենք պայքարի հաջորդ փուլ։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ով ստանում է տուգանքի կտրոնները, տեղեկացնում այն մասին, որ իրենք տուգանված են, բերեն մեր գրասենյակ եւ մենք դրանք բողոքարկենք, ամբողջը։ Իրազեկման երթի կարգախոսն է լինելու, չենք մուծում ակտերը եւ բողոքարկում ենք բոլոր ակտերը։ Փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում այնքան օրենսդրական բացեր կան, եւ հերիք է քաղաքացին որոշի իր իրավունքները պաշտպանի եւ պարզվում է նա պաշտպանված է, ավելի շատ պաշտպանված է, քան ինքը միջա գիտեր։ Բայց քանի որ մեր բնակիչների, վարորդների հիմնական մասը ասում ավելի լավ է հեշտ է, ես այդ 5000 դրամը տանեմ ուծեմ, քան ընկնեմ դատարանի դռները, մենք ուզում ենք ասենք, ընկեր վարորդներ, մի մուծեք այդ ուղանքները, ոչ միայն դրա համար, որ 5000 դրամը կարող է ձեզ պետք է, այլ մտածեք, որ սա պայքարի ձև է նույնպես, ինչպես ավտոերթը, ինչպես անհնազանդությունը, այնպես էլ դատարան դիմելը, բողոքարկել ակտը, սա նույնպես պայքարի ձև է եւ շատ կարեւոր ձև է։ Եթե վարորդը նույնիսկ գիտի, որ ինքը իր խախտում է կատարել, վարչական իրավախախտում է կատարել եւ համոզված է, որ իրեն մերժելու են դատարանը, մենք ինչի համար ենք ասում, որտեղ բազմաթիվ են, անսահման են ծուղակային արագաչափերը, անսահման են տեսախցիկները խաչմերուկներին, որոնք անհիմն նկարանում են եւ անհիմն տուգանում են։ Մենք արդեն ունենք իրավաբանների խումբ, պայմանավորվածություն, որոնց հետ համատեղ հենց վաղվանից առավոտյան ժամը 10-ից բոլոր նրանք, ովքեր ունեն ստացել են ակտեր, կարող են գալ մեր գրասենյակ, մենք հայտարարությունների մեջ կնսենք նաև հեռախոսահամար, զանգել, պայմանավորվել, գալ, բողոքարկել։ Համանդրական դատարանի հետ կապված մենք համագործակցում ենք ՄԻՊ-ի հետ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Հիմա դիմում ենք տվել, իրենք վերանայում են կարմիր գծերի մասով արդյոք իրավաչափ է սահմանադրության հետ ու հետևաբար կներկայացնենք արդեն սահմանադրական դատարան։ Դուրս մեր գրպանից, այսպես ասած, քաղաքացիների գրպանից չէ, գրպանից շատ ուրեմն ձեռքեր կան։ Դուք միայն մի ձեռքն եք հանում քաղաքացիների գրպանից։ Մեր ռեսուրսները սակավ են այսօր եւ մենք կարողանում ենք սահմանափակեն եւ մենք կարողանում ենք պայքարել կոնկրետ մի հարցի շուրջ կոնկրետ այս խնդրի, որը մատնանշվեց այստեղ։ Նաև մենք ունենք պատրաստած արդեն ստիկերները հոսանքի հետ կապված, նաև գազի հետ կապված, որը միգուցե ավտոերթին վաղը մենք կսկսենք փակցնել մեր մեքենաներին եւ լայնացնել շրջանակը։ Առայժմ դուրս մեր գրպանից հետո կդառնա բոլոր ոլորտերում, հետո կդառնա, ես վստահ եմ, դուրս մեր երկրից ընդհանրապես մեր կյանքից։ Վաղը հուլիսի 17-ին, ժամը 12:30 երթը մեկնարկում է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի մոտից 6-րդ մասիվ, այնուհետև անցնելու ենք Զեյթուն, վարչական համայնքով, Դավիթ Անհախտով, Կոմիտասով, այնտեղ Կիևյան, Լենինգրադյան, Մալացե Սեբաստիա համայնք, Իսակովի պողոտա, Շենգավիթ համայնք եւ կվերջացնենք Էրեբունի համայնքում։ Սա ամենաերկար մինչև այսօր երթն է, որ մենք նախատեսում ենք։